Տեսեք, Արամ Սարգսյանը, որ ասում է գա վերջներս լավ չի լինի, հիմա Արամ Սարգսյանը ամբողջ հայրենիքը, պետությունը հեչ, Արամ Սարգսյանը մեջ, այսինքն մեր զինվորը, մեր ազգը, մեր հողը, որ ես ձեզ ժողովուրդ ջան ասում եմ իրանք կաշվի մասին են մտածում, այսինքն իրանք հռչակում են հայրենասերներ, ժողովրդի մասին մտածողներ, Արամ Սարգսյան գնա քո ազգի փրկության համար սխալներ ես թույլ տվե 5 տարի է, 2 տարի է, 3 տարի էլ դու նստի, տղա չես, տղամարդ չես, չուտեիր այդ քակերը հիմա էլ չվախենայր, ես ինչ ասեմ, բա որ ժամանակին ասում ենք մի արեք, պետք չի անօրինական բաներ անել, պետք չի նույն ՔՊ-ականներին, երբ որ հիմա առաջ ասում ենք պետք չի, հասկացեք իշխանությունը հավերժ չի, ձեր չափի մեջ մնացեք, ձեր տեղում մնացեք, ձեր քաշի չափ խոսացեք, մի մարդկանց անիմաց զրպարտեք, կամ այսօր Աննան ու Նիկոլը բողոքվում են ստից, սուտ լուրեր եք տարածում մեր հանդեպ ասում, այսինքն Աստվածաշնչում են խոսք կա, ինչ ցանել ես դա կհնձես, դուք եք եղել ստի լցնողը տասնյակ տարիներ, ստերով մոլորեցրել եք մի ամբողջ ազգի և 2018 թվականին այդ ստի դոզան անպիսի մեծ չափաբաժնի հասցնելով եկել եք նստել եք իշխանության և այդ ստի վրա հենվելով փորձում եք երկիր կառավարել, դուք չեք հասկանում, որ սուտը փուչիկ է և պայթելու է ինչ-որ մի օր և Արամ Սարգսյան, այո, բոլորն էլ պատասխան են տալու, բա պետք է պատասխան տաս և այսօր էլ երբ որ ասում եք Ռոբերտ Քոչարյանը պատասխան չտվեց, չնստավ մի տարի ու կես, ձեր իշխանության օրոք նստավ, փախեք, չեք ուզում փախեք, եթե այդքան տղամարդկություն չունեք, կեղտերի մեջ կորած եք, ենքան կեղտ եք կերե, որ տակից չեք կարա դուրս գաք, բա պետք է փախնեք, սա է ձեր ճանապարհը, բա մենք ինչ անենք, այսինքն մենք Արամ Սարգսյանի կաշվի համար չոքենք ամբողջ ազգով Թուրքիա առաջ, հա? Բայց տղերքը կյանք են տվե, չեն չոք է Թուրքիա առաջ։ Հիմա մենք գտնում ենք, որ պետքա լինի պետականապետ մարդ, որը ի վիճակի լինի ռուսին էլ իր տեղը ցույց տալ, թուրքին էլ, ամերիկացուն էլ, հասկանում եք։ Եվ այս իրավիճակում ժողովուրդ ջան, կան ոչ թե միայն Արամ Սարգսյանը, կան բազմաթիվ անհատներ, որոնք ունեն ավելի մեծ ուժ և ռեսուրս, ավելի շատ մտածում են իրենց կաշվի մասին, իրենց անձնականը փրկելու մասին, այն պարագայում, երբ որ երիտասարդ էլ չեն արդեն, եկել է մեռնելու վախտերը, հլա իրենց կաշվի մասին են մտածում, բայց ժողովուրդ ջան մի ամբողջ երիտասարդություն, երեխաներ, սերունդներ այդ մարդիկ պետք է ապրեն, մեծ ազգային մտածելակերպ ունեցեք, եթե պետք է անհրաժեշտ է, պետք է իրանք կյանք էլ դնեն, ամեն ինչ էլ դնեն արտարության համար, որ այս մարդիկ, այս հայ ազգը ապրի, ոչ թե իրանք կաշվից ինչքան վախկոտ եք արա, դուք տղամարդ եք, թե չէ, ձեզ ինչ պետք է անեն, սխալ եք արե, կդատվեք, կհելնեք, վախենում եք դատվելուց, վախենում եք նստելուց, բա ուրիշի երեխեքը ոնց են կյանք տալիս, մեռնում են, արա, ոչ թե դատվում են, մեռնում են գիտակցաբար, մեռել են, կյանք են դրել, դուք այսօր ասում եք կգան, մեզ ես կան, թող ձեր վրա էլ քրեական գործ հարուցվի, գնացեք նստեք, եթե դուք օրենք խախտած չլինեք, ապօրինի բան արած չնեք, ես վստահեցնում եմ ձեզ, դուք պրոբլեմ չունեք, բայց եթե դուք արդեն իսկ հասկանում եք, որ հանցանքներ եք գործել, այսինքն դուք մաս եք եղել դավաճանության, դուք դարձել եք իմ ու իմ ընկերներու, իմ հրամանատարների սպանողներից մեկը, բա պետք է պատասխան տակ, ավելի լավ չի ստեղ պատասխան տակ, գոնե մեռնելուց հետո ձեր մեղքը թեթև կլինի, բա տվեք ինչից եք վախենում, բա ամբողջ կյանքում գիտեք պետք է իշխանություն լինեք ու ոնց ու պետք է մի օր էլ գա պատասխան տալու ժամանակները, պետք է հալածվեք էլ, կյանքը մենակ այդ իշխանությանը նստելով չի, բայց դրա արդյունքում երկիր ու պետությունը պետք է փրկվի, հայը պետք է փրկվի, Թուրքի լծից, նոր ցեղասպանությունից,
Երբ որ կաշից ստորադասես, ազգդ ու հայրենիքդ վեր դասես, կհասկանաս ասածներիս իմաստը, միտքը, ու դուրս գաս գործակալական այդ ցանցերի տակից, այդ փողի, ես մի այսպիսի խոսք ասեմ, 7 տարվա սրանց իշխանությունը մեզ ապացուցեց, որ իրենք կամքից սարսափելի թույլ մարդիկ են, ովքեր առաջին իսկ վարքյանից ծնկի եկան փողի առաջ, իշխանության առաջ, փողը իրանց վզից բռնեց, իրանց այսպես ծնկի բերեց, որովհետև իրանք չեն ունեցել ծանր մանկություն, չեն անցել դժվարությունների միջով, չեն անցել պատերազմներով, չեն աշխատել, չեն ստեղծել, չեն չարչարվել, սպորտով չեն զբաղվել, չեն զգացել այդ ծանրությունը, չեն ունեցել այդ ներքին կամքի ուժը, որ կարանան իրենք փողին ու իշխանությանը կառավարեն, ոչ թե փողն ու իշխանությունը։ Իրականում դա սարսափելի դժվար գործ է, սիրելի հայրենակիցներ։ Այդպիսի անկամք մարդիկ չեն կարող երբեք դիմակայել իշխանության գայթակղությանը, չեն կարող դիմակայել կյանքի այս գայթակղություններին, դրա համար իրանց մոտ ամեն օր խրախճան կա, ուտուշ խմուշ է, քեֆ է, զվարճանքներ է, փողը, լիքը, ցոփ ու շվայտ, ու իրանք խոսում են կառավարելուց, հələ իրանց ընտանիքի անդամներին նայեք, իրանց երեխեքին նայեք, դրանց զբաղմունքը նայեք, փողը կերել է իրան ու իր ընտանիքին, եւ Փաշինյանին, եւ Փաշինյանի մերձավորներին, որովհետեւ իրանք չունեն կամքի ուժ իրանց զսպելու, այդ ալկոհոլը չօգտագործելու, այդ նարկոտիկը չօգտագործելու եւ օգտագործելուց հետո ավելի խորը անդունդ են հայտնվել։ Դարել են նարկոշների խունտա, ու սրանք պետք է պետության համար պատասխանատու եւ ճակատագրական որոշում կայացնեն վաղը, քո երեխու կյանքի համար որոշում կայացնեն։ Մի հատ ստափիր, մի հատ նայիր դրանց լպիրշ պահվածքը, դա ղեկավարի պահվածք է ազգային ժողովում, դա պատգամավորի պահվածք է, այն տիպի լպիրշ, որ մարդկանց հունից անում են ամենավերջի ձևով, իրանք հրահրում են այս ամեն ինչը, եւ հետեւաբար հարգելի հայրենակիցներ, հասկացեք սրանք եւ իրանց անձնական կյանքով եւ ցանկացած ձևով ի վիճակի չեն լինել ղեկավար։ Հասկանում եք, միլիոնավոր դոլարներ այսօր տվել եք, ձեր փողը տվել եք Նիկոլի պես, հարպեցողի ձեռքը ու բողոքվում եք կյանքից։ Կծախի, կխմի, սաղ երկիրը կուտի։ Հարպեցող, անկայուն, անհավասարակշիռ մարդ է։ Հիմա որ ես գամ ձեզանից մեկիդ ասեմ, մի միլիոն դրամ տվեք դրամ, մի հատ կնայեք ինձ ով եմ ես, ձեր ամենամոտ հարազատը, որ ձեզանից պարտքով գումար ուզի, դու կնայեք մի հատ ով է, ես կարա այդ փողը տերելնի, ձեզ հետո հետ վերադարձնի, չվերադարձնի, հիմա մի ամբողջ ազգով, մի ամբողջ պետության բյուջե, միլիարդավոր դոլարներ, պետության ամեն ինչը տվել ենք սրանց ձեռքը, ոնց ենք մենք թույլ տալիս, որ սրանք մեր բյուջեն վերահսկեն, որ իրանք իրանց տան բյուջեն չեն կարացել վերահսկեն։ Այդ տան եղած փողը կինը ինչ ուզեցե արել է, երեխեքն ինչ ուզեցե արել են, խմել են, հարպել են, նարկոմանություն են արել, հասկանում եք, որտեղ տղամարդ չի եղել տան գլխին։ Սա է ամբողջ խնդրեմը, հիմա նույնը երկրի հետ է կատարվում։ Չկա այդ տղամարդը, այն պաշտոնյան, այնտեղ է իր գործը բռնե, իր գլխից դուրս եսի մինչերով զբաղվում, այն պաշտոնյան այնտեղ, այնտեղ քնչականից փողերն է կորում, ասես բարդակ շպրտած է երկիրը, ով որտեղ ինչ ուզում անում է։ Լիքը մարդկանց էլ այս ձեռը տալիս, ասում են դե լավ ախպեր, մեր գործը դզվել է, բայց չեն հասկանում պետության հերն անիծվում է օրորի։ Պետական համակարգերը ցխած է գնացել են, հələ վերցրեք նայեք կրթությունը, կրթության համակարգը խայտարակությունն է։ Մայրերը բողոքվում են դասագրքերից, ասում են մեր երեխեքին մենք այս նոր գրքերը չենք տալիս, մենք մեր բաներով սովորացնում ենք։ Ես այդպիսի ծնողներ եմ ճանաչում։ Բայց ես էլ ասում եմ, սիրելիներս, որ ձեզ ասում եմ, Նժդեին ֆաշիստ համարող Չախ Պետրոսի կնիկը դարավ նախարար, ես այսպես ելույթ ունեցա, ասի ժողովուրդ ձեզ ինչա սպասվում։ Ոնց կարա այդպես անձնավորությունը լինի կրթության նախարար։ Պետրոս սաղորը հարցազրույց ես անում, քեզ դրել ես արդար հարցազրույց անողի տեղ, կնոջդ ղեկավարած նախարարության մեջ թուրքական ծրագրեր են ամեն օր ներմուծվում։ Այլասերումն է ներմուծվում։
Դուք ուզում եք այս երեխեքին այլասերեք հայի ազգային արժե համակարգը պղծեք, բայց մեր տեսակը հələ կա, չի մեռել։ Դուք ուզեցաք սպանեք բոլորին։ Տարակ առաջնագից, որ բոլորին սպանեիք։ Թողել եք, որ ազգի միջից այսենց են նվիրյալ տեսակը ամբողջությամբ դուրս գա գնա սպանվի, ձեր տերերը այդ ծրագրով այս պատերազմը հրահարեցին։ Բայց ես այս տեսակին կոչ եմ անում խոսելու, ուսուցիչ, դասախոս, չէ, դուք էլ եք ստրկացած այդտենց աշխատելու եք, ամեն օր։ Ձեզ այդ ծրագիրը դուք բացում եք, հիմա ձեր կրթական ծրագիրը, ձեր ողբը չի գալիս, ձեզ ինչ են հարամ ծնում վերևից, հլը մտնայիք դրանց ապրածը, ով են դրանք, որ որոշեն, մեր ուսուցիչների առաջ խոնարհվելա պետք, կնենց ուսուցիչներ ենք ունեցել, այս տեսակին ես են մի քանի տոկոսին չեմ անդրադառնում, ես են լավին եմ անդրադառնում, այս տեսակի ուսուցիչներին պտի ծրագիր գրի ներկայացնի, Ժաննա չգիտեմ ինչանը, որ ես իմ ով է նա, հլը եկեք դպրոց մանկանք տեսնեք ինչ հրաշալի ուսուցիչներ ունենք, ինչ խելացի, կրթված, որ խոսում ես, չես ուզում էլ բաժանվես, բայց ես ով են սրանք, որ ես տեսակ ուսուցիչներին կրթեն, անան կրթի ես, չգիտեմ, ես հիշում եմ մտովի այդ ուսուցիչներին ու հիշում եմ Աննային ու Աննայի գրառումներ ուղղակի լաց սա գալիս, անկեղծորեն, սարսափ սա գալիս, Իշքանը հիմա այդ ուսուցիչ իրան նվաստացած զգում, երբ որ նստում լսում է Աննայի խոսքը, Իշքան ցածր է իրան զգում, ես պատկերացնում եմ։ Այս դրա համար հենց նույն Աննան իրան պետք է թույլ չտա, գնա կանգնի այդ տեսակի դեմ ու փորձի այդ տեսակին կրթի։ Հասկանում եք, կրթումը նա, ով ավելի շատ ապրած ունի, սովորած ունի։ Հիմա ինչի ենք, օրինակ ինչի աշակերտը չի կրթում։ Դասատուին այլ դասատուն է կրթում, որովհետև նա անցել է այդ փորձերը։ Կրթվել է, տարիներ շարունակ սովորել է։ Իսկ հիմա գիտեք ինչ իրավիճակ է, ոնց որ երրորդ դասարանի երեխան գնա իր 15 տարվա դպրոցում աշխատած ուսուցչին կրթի։ Այս խայտարակ իրավիճակն է։ Ձեզ նույնպես